Ժողովրդյան բարև ձեզ, ով կարա ասի, թե այս ինչ լոգոյա, okay, գրած է տակը, բայց hype-ն է կոչվում, hype-ը կրիպտո արժույթ է, որը որ իմ ուշադրությունը գրավել է այս վերջերս, քանի որ շատ հետաքրքիր performance է ունեցել, այսինքն իր արդյունքները անցյալ տարվա եւ այս տարվա շարունակական դրական են ու այն կարգի դրական են, որ անցյալ տարի hype-ը ավելի շատ փող է աշխատել իր գործարքներից ելնելով, քան նույնիսկ Ethereum-ը։ Կոնկրետ գումարը եղել է $844 միլիոն ու այս գումարը կուտակվել է, պատկերացրեք 10-20 ցենտ, 30 ցենտ գործարքի գումարների մասին է խոսքը գնում, եւ ամենահետաքրքիրը այն է, որ 97%-ը գեներացված գումարի թիմը օգտագործում է, որ իրենք առնեն hype, այսինքն մոտավորապես ընդհանուր մինչ այս պահը 1 միլիարդից ավել hype են առել, 1 միլիարդ դոլարին համարժեք hype են առել ու այն վառել են։ Okay, հետևաբար ավելի քիչ hype կա շուկայում ու հետևաբար ինչքան քիչ hype token, այնքան շատ է պոտենցիալը, որ գումարը աճի։ Hype-ը սա է, որը որ CoinMarketCap-ում գտնվում է 12-րդ պոզիցիայում, այս պահի դրությամբ ինքը $34.7 է, իր կապիտալիզացիան շուկայական 8.9 միլիարդ է, օրական ուրեմն իր գործարքները, ինչքան վոլյում է, ինչքան գործարք է տեղի ունենում, 540 միլիոն է այսօրվա դրությամբ, եւ մի հատ շատ հետաքրքիր բան եմ ուզում ձեզ ասել, տեսեք, Hyperliquid-ը ինքը ապակենտրոնացված change է, բիրժա է, որը որ այստեղ կարող ենք նայել CoinMarketCap-ում, որտեղ որ ինքը առաջի պոզիցիայում է, okay? Ինչի համար եմ սա ասում, որովհետև տեսեք, open interest-ը այն գումարն է, որ այս պահի դրությամբ ռեալ փող կա գործարք բացված, դեպի վերև, դեպի ներքև։ Սա կեղծել անհնար է, okay? Որովհետև իրանք տոկոսներ են վճարում եւ այլն ու սա հիմնականում շատ բարդ է, որ կեղծում են ու շատ թանկ է իրենց վրա նստում։ Վոլյումը կարող են կեղծել ինչքան կուզեն, որովհետև տեսեք, եթե օրինակ այստեղ 8 միլիարդի չափով վոլյում կա, շատ change-երին չեն անում, ուղղակի արք ու վաճառք են բոտերով անում, վարկյանը 1000-ատ եւ այլն, ու իրենց մոտ trading volume-ը սենց ուռացնում են, սենց լավ մեծ թիվ է դառնում, բայց երբ որ նայում ես trading volume, օրինակ այստեղ, հա, այստեղ կա ինչքան 2 միլիարդ, 2.3 միլիարդ ու այստեղ 650 միլիոնի են բան արել, ինչ որ մի բան են չի, արդեն այստեղ երևում է, որ ինչ որ ուռացված թիվ կա եւ այլն, ու ինչքան որ իջնում ես ներքև, այնքան տեսնում ես, որ սա ավելի ու ավելի դժվար է, ու քանի որ Hyperliquid-ը ինքն իրենով արդեն իսկ ապացուցել է, որ գերհզոր գործիք է, որովհետեւ բոլորը աշխատում են իրենով, հարցը առաջանում, թե ինչի համար ինքը ընդամենը $34 է, երբ որ իրականում շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, որ մինչև $100-150 հանգիստ կարա ինքը ձգտի, որովհետև իր միակ նրբությունը այն է, որ այս պայդրությամբ hype-ի ընդհանուր ուրեմն supply-ը, ինչքան որ առաջարկ կա 957 միլիոն է, որովհետև ահագին առել են, մաքրել են, ջնջել են, կարելի ասել քարտեզից, բայց այս պայդրությամբ ինքը դեռևս 26.77%-ն է շրջանառության մեջ։ Ինչ է նշանակում, որ ամբողջությամբ երբ որ շրջանառվի, գինը կարա անկում ապրի։ Բայց այստեղ էլ մի հատ շատ հետաքրքիր նրբություն կա, որ այս ամենը մեծ կտոր նաև ունեն հենց ստեղծողները ու ստեղծողները ինչքան որ մտնում է շուկա, իրանք ոչ մի վաճառք չեն անում, պարզապես պահում են, որովհետև իրանք գիտակցում են, որ
այս տեմպերով hyperliquid-ը ինքը ոչ թե $30, $35 կարա արժենա, այլ կարա 2-3 տարի անց շատ ավելի բարձր թիվ լինի, կարող է 10-նա պատկվի։ Բայց որոշակի խոսակցություններ կան, հեսա ցույց կտամ նույնպես, որ հուշում եմ, որ մինչև տարվա վերջ սա կարող է ռեալ 100, միգուցե $150 հասնի զուտ, որովհետև ինքը underperforming asset է, այսինքն այն ինչը որ volume-ով ամեն ինչով լինում է, չի համապատասխանում իր իրական գինը։ Ու շուկաները երբ որ սկսեն նորից ակտիվանալ, hype-ը հավանաբար շատ մեծ տոկոս, հա, քաշելու է դեպի իր մեջ, այսինքն եթե ունենք շուկայում ինչ-որ X, բավականին մեծ կտոր գնալու է hype, որովհետև տեսնելու են, որ այն գործոնները, որ կա hype-ում, շատ ավելի ցածր է, քան այն մնացած coin-երը։ Հետևաբար, այս ամենի պոտենցիալը ավելի մեծ է։ Ինչի համար է կարևոր hype-ը նաև դիտարկել, որովհետև ինքը ինքնառանձին իր blockchain-ը ունի։ Դա շատ կարևոր է։ Իր blockchain-ի միջոցով է սա գործողությունները լինում, ինքը, ինչպես որ ասացի, change է, հա, բայց ապակենտրոնացված բիրժա է, հետևաբար ոչ մեկ կոնտրոլ չի անում, ու եթե ոչ մեկ կոնտրոլ չի անում ու չեն էլ կեղծում վոլյումը, ապա նշանակում է, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Նույնպես այս վերջերս հնարավորություն են ընձեռնել, որ բացի ոսկի արծաթ գործարքանելուց, նաև նավթը նույնպես ներառել են իր թրեյդինգի մեջ, որը որ եւս հավելյալ իրենց 1-2 օրվա ընթացքում մոտ մի $6 միլիոն մենակ նավթի թրեյդինգից եկել է գումար։ Եթե տեղյակ չեք, իմացեք, որ սա նույնպես կարևոր է։ Ու տեսեք, որ նա տրամաբանությունը այս ամենի, որ կարա ռեալ այդ գնի աճը տեղի ունենա, որովհետև ինչքան շատ գործարք որ լինում է hyperliquid-ում, այնքան շատ ուրեմն փող են իրանք աշխատում, ինչքան շատ փող են իրանք աշխատում, այնքան շատ hyper-ն առնում ու այդքան շատ վառում են։ Այսինքն, այստեղ որ կար 1 միլիարդ, արդեն համարյա 50 միլիոն մաքրել են, զրոացրել են, հասկանում եք, ու սա ինչքան իջնի ներքև, այնքան լավ, այնքան շատ պոտենցիալ կունենա, ուրեմն hype-ի աճը։ Հիմա եկեք մի հատ բան ձեզ ցույց տամ, որ կարծում եմ համարյա ոչ մեկ, չեմ իրականում տենց research արել, հետևել, զուտ hyperliquid-ի մասով եմ կարող ասել, որ այստեղ, երբ որ մտնում ենք hyperliquidity իր change-ի մեջ, այստեղ կա ուրեմն ինչ կարող ես դու trade անել, հա, կարող ես կրիպտոները trade անել, որը որ կա spot, crypto, Tradify-ի մեջ արդեն կամ HIP3, ինչ է սա։ Սա արդեն դու կարող ես stock market, Nvidia-ն, եթե ուզում ես առնես կամ վաճառես 10x-ով նույնիսկ քեզ հնարավորություն են տալիս, որ դու գործարքներ բացես, ոսկի առնես, արծաթ առնես, վաճառես եւ այլն, այստեղ Tesla-ի արժետոմսերը, Nvidia, չգիտեմ, տարբեր, ուրեմն հնարավորություններ են տալիս, որ ոչ բոլորն են թույլ տալիս նման գործիքներ օգտագործել, իսկ սա, ասեմ ձեզ, որ շատ լուրջ ու հետաքրքիր բան է։ Ես նույնիսկ տեղյակ չէի, ես վերջերս եմ, երբ որ նայում էի, թե ինչի համար է hype-ը, ինչ պոտենցիալ ունի եւ այլն, սկսեցի ուսումնասիրել ու տեսա, որ փաստորեն լավ էլ լուրջ, ուրեմն trading-ային պլատֆորմա է ու հենց այս իսկ պատճառով իրանք կարողացել են անցյալ տարի ավելի շատ փող աշխատեն, քան Ethereum-ը։ Զուտ դա իմացեք, okay։ Նաև ուզում եմ ասեմ, որ hype-ի վերաբերյալ կարող եք մտնել DeFi Lama, այստեղ նույնպես կարող եք բոլոր ինֆորմացիան ունենալ, թե երբ ոնց ինչքան գումար են աշխատել, Science blockchain-ի ոնց որ անալիտիկ գործիք է, որտեղ որ դու կարող ես նայել, թե օրինակ fees ինչքան փող է վերջի տարվա ընթացքում, այսինքն այս պայից սկսած մարտի 10-11-ից սկսած մինչև անցյալ մարտը ինչքան է եղել, իհարկե այն թվերը, որ ես ասում եի, ոնց որ հունվարից սկսած էր մինչ այս պահը, մինչ ավելի շուտ այս պահը արդեն 1 միլիարդի սահմաններում է, այստեղ դուք կարող եք տեսնել նույնիսկ open interest-ը ինչքան միլիարդի, ուրեմն ռեալ փող է
ու ռեալ գործարքներ կա այս պահին աշխատող, այսինքն սա ստել, սա որևէ ձևով ֆեյքել հնարավոր չի, okay? Այստեղ մենք նույնպես կարող ենք տեսնել, թե ժամանակի ընթացքում մինչև 28 թվականը փաստացի 630 միլիոն հայպ է լինելու, որ unlock է լինում, այսինքն շուկա է մտնում, բայց մինչ այդ, մինչև այդ մակարդակին հասնելը նոյեմբերին մոտարապես կիսով չափ արդեն իսկ հիմա 25%-ն է, մինչև նոյեմբեր մի այդքան էլ արդեն շուկա է մտնելու, նենց որ այս հաշվի առնելով թիմը, որ ինչքան էլ որ unlock է լինում, բացվում է շուկա է մտնում, թիմը չի վաճառելու, ու թիմը չի վաճառելու, որովհետև իրանք նախընտրում են Ferrari-ների փոխարեն Bugatti-ներ քշեն։ Զուտ այդ լոգիկան է, ու իրանք տրամադրված են, որ ոչ մի ձևով այս մոմենտում կոչված է, այսինքն այս դրական հոսքը որ կա, իրանք չհարամեն, որովհետև այն պահին, որ մի հատ սխալ բան արեցին, մարդիկ վստահությունը կորցնելու են, ու մարդիկ սկսելու են այլընտրանքային ինչ-որ trading-ային, ուրեմն պլատֆորմաներ մանգալ, որը որ վստահ եմ, որ իրանք չեն ցանկանում այն, որովհետև եթե անելու լինեին, արդեն արած կլինեին ու դեռ չեն արել։ Իհարկե ռիսկը միշտ կա, ոչ մեկ չի կարող որևէ բան ասել, բայց համենայն դեպս այստեղ մենք ունենք մի քանի տենց նորություններ, որ ապացուցում են, որ 13%-ը արդեն իսկ շրջանառվող առաջարկից մաքրվել է, վառվել է, այստեղ ունենք, որ նույնպես խոսում է այս ամենի մասին, եւ սա նույնպես հուշում է, որ իմ արած հետազոտությունը, որը որ հիմքեր Arthur Hayes-ի արած ուրեմն հայտարարությանը, որ ինքը կարար $150 դառնար թե չէ, Hyperliquid-ը, սկսեցի նույնպես ես որոնել, արդյոք սա ճիշտ է եւ այլն, ու այո, նույնպես այս անձը, որը որ կրիպտո ինֆլուենսեր է ու բավականին լուրջ դեմք է կրիպտո աշխարհում, ինքը նույնպես հուշում է, որ հանկիստ կարա $150 մինչև օգոստոսի վերջ հասնի, հենց որ եթե ձեզ այս ամենահետաքրքիր է, եթե դուք կարծում եք, որ այս հիմքերը լուրջ են, դիտարկեք Hype token-ը, մեծ հաշվով ես անձամբ դիտարկել եմ ու արդեն իսկ ես իմ կտոր Hype-ը ձեռք եմ բերել, որովհետև կարծում եմ ինքը բավականին լուրջ է ու եթե դուք նույնպես հետաքրքրված եք կրիպտո աշխարհով, հետաքրքրված եք թե որ coin-ը կարա աճի եւ այլն, այս պայդրությամբ գինը $34 է, Արտուրը ասում է, որ մինչև $150 մինչև օգոստոսը կարա հասնի, նենց որ այս պայդրությամբ Liquidity Hype-ի գինը 34 է, 150-ը մոտարապես մի 5 անգամ աճ կարա գրանցվի մինչև ամառվա վերջ, միգուցեև լինի, միգուցեև չլինի, բայց հիմքերը բավականին ամուր են ու այսքանը։ Ես ուզում եմ ձեզ եւս հիշեցնել, որ այս ամենը ֆինանսական խորհրդատվություն չէ, այլ պարզապես իմ տրամաբանությունը ինչը որ կարծում եմ, որ պոտենցիալ կարա լինի, հենց որ եթե ցանկանում եք դուք ներդրում անել, դուք ինքներդ որոշում կայացրեք, հասկացեք արդյոք ձեզ պետք չի, ռիսկերը բոլոր հաշվի առեք, դրանից հետո արդեն ինվեստիցիա արեք, եթե այս ամենը ձեզ հետաքրքիր է։ Այսքանը կհանդիպենք հաջորդին, հաջողություն։